Բարև ձեզ։ Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքի մասնակիցներ ողջունում եմ ձեզ բոլորիդ։ Այսօր օգոստոսի 24-ն է։ Մենք շարունակում ենք մեր աշխատանքը։ Այսօր ես բավական ուշ մտա եթեր։ Ինչի հետ է դա կապված։ Դա կապված է շատ կարևոր իրադարձության հետ, որը կատարվում է Հայաստանի ներսում, ազգային ժողովի ներսում։ Այսօր Հայաստանի Հանրապետության նոր ընտրված կառավարությունը, նոր նշանակված եւ ընտրված կառավարությունը ու այդ կառավարության ղեկավարը Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ազգային ժողովում կառավարության 5 տարվա ծրագիրը, ավելի ճիշտ ծրագրի նախագիծը։ Այդ նախագիծը կառավարության ծրագրի 5 տարվա կոտրվածքով Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց։ Հիմա գնում են հարց ու պատասխաններ վարչապետին, բավական թեժ առանձին դեպքերում թեժանում է իրավիճակը դահլիճում, բայց ինչ եմ ուզում ասել։ Ես մի քիչ ուշ մտնում եմ եթեր, քանի որ այս զարգացումները ես հետևել եմ ու ուզում եմ ձեզ հետ կիսվել իմ առաջի տպավորություններով։ Անչափ կարևոր իրադարձություն է Հայաստանի համար։ Ներկայացվում է 5 տարվա կառավարության ծրագրերը մեր ազգային ժողովում, նաև մեր հասարակության ներկայացվում է։ Ու շատ կարևոր է ինչ գլխավոր ուղղություններ որդեգրում է կառավարությունը, այդ ուղղությունները ինչ են մեզ տալի, ու մենք փորձագետներս նաև ես, ով ունի մեծ փորձ եւ փորձագիտական եւ դիվանագիտական եւ քաղաքական, ուզում եմ ձեզ ներկայացնել իմ կարծիքը այս ծրագրի մասին։ Պարզ է այդ process-ը կշարունակվի մի քանի օր ես կներկայացնեմ ձեզ առանձին այդ ասպեկտները այդ ծրագրի, քանի որ ծրագիրը մեծ է, ծավալով թեմաները շատ են, նաև վերաբերվող արտաքին քաղաքականության հարցերին, ակնհայտ է, որ դա մեկ հաղորդման խնդիր չի։ Բայց այնուամենայնիվ ես որոշեցի հենց այսօր մտնել եթեր, քանի որ Նիկոլ Փաշինյանի ելույթը եղավ, հարց ու պատասխան է գնում, ու առաջի տպավորությունների հետ ես ուզում եմ ձեզ հետ կիսվել իմ տպավորությունների այս նիստի հետ կապված։ Ուրեմն միջև սկսելը մեր այսօրվա զրույցը ես խնդրում եմ ձեզ բաժանորդագրվել, կիսվել, լայքել եւ աջակցել մեր YouTube-յան ալիքին, որ մենք կարողանանք գոյատևել, կարողանանք շարունակել մեր աշխատանքը։ Պետք է ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը ուղերձով հանդես եկավ, ուղերձ հղեց պարոն Զելենսկուն, Ուկրաինայի նախագահին ու շնորհավորեց Ուկրաինայի անկախության օրվա կապակցությամբ։ Նիկոլ Փաշինյանի առանձին թեզերի մասին ես ուզում եմ հիմա մի քանի խոսք ասել, հետո կանդրադառնամ, մի քիչ կբացեմ այս թեզերի հետ կապված նյուանսները։ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ մենք մտնում ենք դեպի 4-րդ հանրապետություն։ Այդ նոր գաղափար չի, Նիկոլ Փաշինյանը վաղուց ասում էր, որ ես ոչ թե ուզում եմ փոփոխություն կատարել օրինակ սահմանադրության մեջ, այլ ուզում եմ նոր սահմանադրություն բերել, քանի որ շատ բաներ փոխվել են, մեզ պետք է նոր սահմանադրություն ու կոպիտ ասած մենք դառնում ենք 4-րդ հանրապետություն, անցնում ենք 3-րդ հանրապետությունից դեպի 4-րդ։ Ու Նիկոլ Փաշինյանը այդպես միտք ասեց։ 3-րդ հանրապետությունը երբ որ ստեղծվեց, հիմնված էր արդարությանը վերականգնելու միտված էր գնալ այս ճանապարհով, վերականգնել արդարությունը, ու ինքը ասում է Ղարաբաղյան շարժումը հենց այս գաղափարախոսության հետևանքն էր։ Մենք էլ ուզում ենք 4-րդ հանրապետություն ստեղծել, որտեղ որ զարգացման հարցերը գլխավորն են, ռեալ Հայաստանի շրջանակներում մենք կլինենք, այսա մեր հայրենիքը, այս կամը, ու այս հայրենիքում մենք պետք է լավ ապրենք, ժողովրդավարություն կառուցենք եւ այլ եւ այլ։
լուրջ հավակնոտ դա ծրագիր է, կարելի է համաձայնվել, չհամաձայնվել, քննարկել նյուանսները, բայց շատ կարևոր այս մտքերը ինքը ասեց, որ երրորդ հանրապետությունը, որը ստեղծված էր, ծնվեց 1991 թվին, այդ հանրապետությունը միտված էր վերականգնել արդարությունը հայ ժողովրդի նկատմամբ ու դա արտահայտվեց ինքը ասում է Ղարաբաղի շարժումով։ Մենք էլ հիմա նոր ռեալությունների շրջանակներում հասկանալով, որ ռեալ Հայաստանը այսօրվա Հայաստանը էսա մեջ հայրենիքը, մենք այդ դրա շուրջ կստեղծենք չորրորդ հանրապետությունը ու կգնանք առաջ, որի մեջ այդ հանրապետության մեջ այն գլխավոր գաղափարները 2018 թվի հեղափոխության պետք է կյանքի գոչվեն, օրինակ կոռուպցիայի դեմ պայքար, օլիգարխիայի դեմ պայքար եւ այլ։ Այդ առաջի իր մեսեջն էր։ Մյուս մեսեջը կապված է երբ որ ինքը ասում է ռեալ Հայաստան, միշտ բերում է մի թիվ 29743 քառակուսի կիլոմետր։ Այ ինքը ասում է ինչ էլ մենք անենք, դա պետք է պահպանենք 29743 քառակուսի կիլոմետր Հայաստան, որի շուրջ մենք հենց պետք է աշխատենք, ստեղծենք, զարգացնենք։ Դες կոպիտ ասած հրաժարվենք շատ ու շատ մեր այլ մոտեցումներից ու գնանք այս ռեալ Հայաստանի ճանապարհով։ Դրա մեջ նաև մտնում է ինքը ասում է շատ կարևոր բան, որ ռեալ Հայաստանը կարողանա գոյատևել, որ մենք չդառնանք մանրադրամ այլ խաղացողների միջև, ռեալ Հայաստանը որ դառնա, մենք անպայման պետք է բալանսավորվող քաղաքականություն տառնել, ալտերնատիվ այլընտրանքներ ստեղծել, գտնել, փորձենք ապրել առանց մեծ հովանավորի, քանի որ մեկ հովանավոր մենք ունեցել ենք, որը չաջակցեց մեզ ու ինքը բացեց բաղագծերը հենց Ռուսաստանի մասին ու ինքը ասեց դա ես չեմ տեսնում որպես միտում բացասական, ուղղակի Ռուսաստանը չկարողացավ մեր աջակցել, ես չեմ համաձայն այս թեզի հետ, բայց համաձայն եմ, որ պետք է իրոք փորձել հավասարակշռված քաղաքականություն վարել, նույնիսկ եթե մենք ընտրեցինք ճանապարհ դեպի եվրոինտեգրացիա, այնուամենայնիվ փորձել օրինակ ռեգիոնում աշխատել բոլոր 4 մեր հարևանների հետ, դրա մասին էլ նաև Նիկոլ Փաշինյանը ասեց։ Ուրեմն ստեղ շատ կարևոր նյուանս կա, որ բալանսավորվող քաղաքականություն, համագործակցություն հարևանների հետ եւ հույսերը չկապել մեկի հետ։ Այս ասացի հետ ես համաձայն եմ Նիկոլ Փաշինյանը բացառությամբ մեկ կետի, երբ որ ինքը ասում է այ Ռուսաստանը մեզ չաջակցեց, այդ հովանավորի գաղափարախոսությունը չաշխատեց, բայց Ռուսաստանը չաջակցեց, քանի որ չէր կարող միգուցե աջակցել։ Ես սկզբունքորեն այս մասի հետ համաձայն չեմ, պնդում եմ, որ Ռուսաստանը հենց տվեց Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին։ Ռուսաստանն էր, որ մեզ դավաճանեց, ուրեմն հարցը նրանում չի, որ Ռուսաստանը ունակ չէր այդ պահին թույլատրած էր մեզ աջակցելու ու հովանավորի ինստիտուտը չաշխատեց։ Այո, համաձայն եմ Նիկոլ Փաշինյանի հետ, որ հովանավորի ինստիտուտները մեզ պետք չեն։ Պետք է այլ ընտրանքներ ունենանք, տարբեր խաղացողների հետ աշխատենք, որ չընկնենք ծանր վիճակի հետ մեջ տարբեր հարցերում, անվտանգությունից սկսած վերջացրած, ասենք, էներգետիկայի եւ էկոնոմիկայի ոլորտները։ Նաեւ ինքը թվարկեց այն երկրները, ում հետ մենք ռազմավարական նշանակություն պայմանագրեր կնքեցինք, դուք գիտեք Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Չինաստան, Հոլանդիա, Գերմանիա, Լիտվա, Խորվաթիա, այ ինքը ասում է հենց դա մեզ պետք է։ Շատ խոսեց Նիկոլ Փաշինյանը լիբերալիզացիա, վիզա լիբերալիզացիայի մասին, որ մենք կհասնենք վիզա լիբերալիզացիան 2029 թվին, երբ որ Շենգեն գոտի բաց կլինի մեր քաղաքացիների համար, պետք չի գնալ վիզա ստանալ, Եվրոմիության հետ համագործակցության մասին ինքը խոսեց, ուստեղ ինչն է շատ կարևոր ու դրական։
Նիկոլ Փաշինյանը ասաց, որ մենք մոտ ժամանակներս կդիմենք Եվրոմիությանը պաշտոնական նամակով, որ մենք ուզում ենք դառնալ Եվրոմիության անդամ ու կնայենք արձագանքը Եվրոմիության։ Հիշում եք, այդ հարցը շատ էր շոշափում որ կոնտեքստում։ Երբ որ Ռուսաստանը ասում է ու փակեց մեր արչև, մեր ապրանքների արչև իր շուկան, ինչու, ասելով, որ դուք գնում եք դեպի Եվրոմիություն, բայց ուզում եք օգտվել ԵԱՏՄ-ից։ Պուտինի խոսքերը հիշում եք։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ասում է, այո, մենք ուզում էինք գնալ, մեր որոշումը ազգային ժողովի դրան է միտված, այդ օրենքը, որը ընդունվեց անցած տարի, բայց Նիկոլ Փաշինյանը ասում է, մենք չենք դիմե Եվրոմիությանը, չեք պահանջում մեզանից ընտրություն կատարել ու հանրակրվե անցկացնել, մենք Եվրոմիությունում ենք, թե ԵԱՏՄ-ում։ Հիմա Նիկոլ Փաշինյանը գումարեց, ինք ասեց, վերջ, մենք որոշում ընդունեցինք մոտ ժամանակներս, որ դիմում ենք Եվրոմիության անդամակցության։ Այստեղ Նիկոլ Փաշինյանը ասեց, մենք համաձայն ենք, որ այս դիմումից հետո մենք պետք է հանրակրվե անցկացնենք ու կանցկացնենք։ Այս մասը միանշանակ ողջունելի է ու դրական եմ նայում այս հարցին, քանի որ Ռուսաստանը պահանջում է մեզանից ավելին նամակ կար 4 նախագաների, 4 ԵԱՏՄ-ի պետությունների, բացի Հայաստանից, Հայաստանը 5-րդն էր, Ռուսաստանի, Բելարուսի, Ղազախստանի, Ղրղստանի խնդրանք կամ առաջարկ անցկացնել հանրակրվե։ Մենք դիմադրում ենք, Նիկոլ Փաշինյանը ասում է, այլ պատճառներով, հիմա մենք ասում ենք, այո, մոտ ժամանակներս Հայաստանը կդիմի Եվրոմիությանը ու այդ դեպքում հանրակրվե պետք է անցկացնի։ Ես ստեղ ձեզ թվարկեցի այն մեսիջները, որոնք ուղարկեց Նիկոլ Փաշինյանը մի քանի հարցերում, այլ հարցեր կան, մի քիչ ավելի ուշ կանդրադառնամ, այսօր չէ, բայց այդ հարցերը ինձ համար անչափ կարևոր էին, 4-րդ հանրապետությանը գնում, նոր սահմանադրություն կստեղծենք, նաև Նիկոլ Փաշինյանը զգուշացրեց, որ նոր սահմանադրությունում հղում դեպի անկախության հռչակագրի 1990 թվի չի լինի, քանի որ այն հռչակագիրը երրորդ հանրապետության համար էր ու իր մեջ պարունակում է պատմական արդարության վերականգնման տարեր, մենք չենք ուզում այդ ճանապարհով գնալ, ինքը անկեղծ ասեց, որ տարանջատվելու է նոր սահմանադրությունում 4-րդ հանրապետության չի լինի հղում։ Մյուսը շատ կարևորը նոր ասացի, որ Եվրոմիության մենք կդիմենք, որ Եվրոմիության անդամ դառնանք, Եվրոմիության արձագանքը կնայենք ու դրանից հետո կշարժվենք ու կանցկացնենք հանրակրվե։ Այս մասը շատ կարևոր մաս է, շատ դրական է ու ես պնդում եմ, որ դա կապված է նրա հետ, որ ի վերջո Նիկոլ Փաշինյանը հասկացավ, որ Ռուսաստանը փակեց մեր ապրանքների առջև սահմանը վերջնականորեն։ Ու հասկացավ, որ պետք է մենք գործենք։ Ու նաև կառավարության այս ծրագրում շատ կարևոր այդ մասը, որ այլընտրանքներ ունենանք բոլոր հարցերում, օրինակ Նիկոլ Փաշինյանը բերեց օրինակը, որ այլընտրանքները օրինակ զենքի մատակարարման հետ հիմա շատ լայն են, 10 պետություններից ավել պետություններ մեզ կարող են տրամադրել զենք։ Նույնը ինքը ասեց, ասենք, բենզինի եւ դիզելի հետ կապված։ Մենք կարող ենք բերել բենզինը, դիզելը, ասենք, մոտավորապես 20 երկրներից, նաեւ այդ թվում Ադրբեջանը մեզ մատակարարում է բենզինը եւ դիզելը։ Ու Նիկոլ Փաշինյանը ասում է, տեսակ, դրա շնորհիվ է, որ ճգնաժամներ չեն լինում, նույնիսկ գների բարձրացումը համեստ է։ Դժվար է չհամաձայնվել այս իր ասածին։ Ես նորից կրկնում եմ, մենակ վերապահում ունեն Ռուսաստանի հետ կապված, երբ որ Նիկոլ Փաշինյանը ասում է, միգուցե Ռուսաստանը չէր կարող մեզ աջակցել 2020-22 թվականներին։ Ես պնդում եմ, չնայած որ Ռուսաստանը սկսեց 2022 թվին պատերազմ Ուկրաինայի դեմ, միջև պատերազմը 100%-ով կարող էր մեր աջակցել, չաջակցեց 2020 թվին չաջակցեց, 2021 թվին չաջակցեց ու 22 թվին չաջակցեց, չեմ հիշեցնի ձեզ ինչ էր կատարվում մեր դեմ։ Հիմա ես կանդրադառնամ մի քանի հարցերին, որոնք ինքը կամ պատասխանեց կամ հնչեցրեց իր ելույթում։ Շատ նաև կարևոր։ Այո, նորից ձեզ զգուշացնում եմ, վաղը չեմ իսօր, երբ որ ես եթեր դուրս գամ,
այլ թեմաներ շոշափված կարևոր զգայուն մեր հասարակության համար նաև իրենց ես կանդրադառնամ, բայց այսօր համարում եմ անդրադառնալ մի քանի թեմաների, որոնք իմ կարծիքով անչափ կարևոր են։ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ մեկ կարևորագույն թեմայի, կապված հապկի հետ։ Քանի որ պատգամավորներից մեկը ընդդիմադիր հարցրեց, բայց ծրագրում ոչ մի բան հապկի մասին չկա։ Ու Նիկոլ Փաշինյանը ասաց, որ Հայաստանը չի պլանավորում մոտ 5 տարվա մեջ վերադառնալ հապկ։ Բայց ավելին Նիկոլ Փաշինյանը ասաց, մենք շատ ուրախ կլինենք, եթե հապկը մեզ հանի իր շարքերից։ Դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը գիտի բացասական հետևանքները, եթե հապկից մենք ինքներս դուրս գանք, ու չի ուզում, ինքը այդ պատասխանատվությունը գցում է Ռուսաստանի վրա։ Ինքը ասում է 5 տարի նվազագույնը մենք չենք վերադառնա հապկ, ու լավ կլիներ, եթե հապկից մեզ հանեին։ Դու գիտեք, հապկի կանոնադրությունը այդպես է, որ իրոք հապկի խորհրդում բարձրագույն դա մարմին է, ղեկավարները մյուս 5 երկրների՝ Ռուսաստան, Ղազախստան, Ղրղստան, Բելարուս, Տաջիկստան, իրանք կարող են առանց մեզ որոշում ընդունել ու մեզ հանել հապկից։ Ու ինքը ասում է, մենք ուրախ կլինեինք։ Ստեղ նաև կարևոր շատ մեսեջ էր Նիկոլ Փաշինյանի, այդքան կարևոր էր։ Դա մոտավորապես Նիկոլ Փաշինյանը ասեց մոտավորապես 12-ի կողմերը այսօր։ Ժամը 12:30 այդ մոտավորապես այդ ժամերին ինքը ասեց, թե 12-ից նույնիսկ մի քիչ առաջ ուղղակիորեն 1-1.5 ժամ հետո Պեսկովը արձագանքեց այդ Նիկոլ Փաշինյանի ասածին, Պեսկովը ասեց, որ ամեն պետություն ինքը իրավունք ունի որոշում կատարել հապկում, Հայաստանը կարող է դուրս գալ, ազատ է դուրս գալու, քանի որ ինքը հասկացավ Պեսկովը, որ այլևս սպառնալ հապկով անիմաստ է, Հայաստանը պատրաստ է դուրս գալ։ Ուղղակի Հայաստանի ղեկավարությունը ուզում են այդ պատասխանատվությունը հապկի երկրների վրա գցել։ Հիշում եք, ես հաճախ ասել եմ, իմ կարծիքով մենք պետք է դուրս գանք, բայց ես հասկանում եմ, կան հանգամանքներ, որոնք ստիպում են մերոնց դուրս չգալ, սառեցված պայել հապկում, բայց Հայաստանը ու Նիկոլ Փաշինյանը ասեց, համաձայն է, որ իրանք հանեն, պատասխանատվությունը իրանց վրա լինի։ Բայց Պեսկովի արձագանքը շատ հետաքրքիր էր, ինքը ոչ միայն հապկից խոսած, որ Հայաստանը իրանք ունի ինքնուրույն դուրս գալ հապկից, ոչ ոք իր դեմ դուրս չի գա, բայց ինքը Պեսկովը անդրադարձավ ԵԱՏՄ-ի հարցին։ Դու կարող ասել, բայց ինչի անդրադարձավ ԵԱՏՄ-ի, եթե խոսքը գնում է հապկի, քանի որ իրանց համար շատ ցավոտ է Հայաստանի հնարավոր ինտեգրացիան դեպի Եվրոմիություն։ Ու Պեսկովը երկար բարակ իր այսօրվա արձագանքում պատասխանում էր, ասում էր, նայեք, Նիկոլ Փաշինյանը ասեց, որ մենք կդիմենք Եվրոմիությանը մոտ օրերս, մոտ ժամանակներս, որ անդամակցություն ստանանք, դրանից հետո պաշտոնական process-ը ինտեգրացիայի կսկսվի։ Հենց Հայաստանի պաշտոնական դիմումը կառավարության Եվրոմիության հանձնաժողովին։ Ու Պեսկովը ասեց, այդ պայից հետո խաղի կանոնները փոխվեն, քանի որ Հայաստանը պետք է ընդունի Եվրոմիության խաղի կանոնները, որոնք խիստ հակասում են ԵԱՏՄ-ին։ Ու ինքը զգուշացնում էր, որ դա հետևանքներ կբերի շատ բացասական Հայաստանի համար։ Շատ ուշագրավ է դա Նիկոլ Փաշինյանի ելույթին, նույնիսկ կեսօր չսպասեցին, մի ժամ հետո Պեսկովը արձագանքեց։ Մյուս հարցը Նիկոլ Փաշինյանը այս անգամ էլ ընդդիմության, ռուսամետ ընդդիմության վրով անցավ։ Ինչ ինքը ասեց։ Ինքը ասեց այն, որ Ռուսաստանը փակեց սահմանը մեր առջև, դա առաջարկներ ընդդիմության, այս ռուսամետ ընդդիմությունը պարզ է ում մասին է խոսքը, այսօրվա երկու ընդդիմադիր ֆրակցիաների ուժեղ Հայաստան եւ Հայաստան։ Իրանք են մեսեջ ուղարկել Ռուսաստանին, Նիկոլ Փաշինյանը ասում է, որ Ռուսաստանը փակի մեր առջև սահմանը, որ լարվածություն լինի, ապակայունացում Հայաստանում, որ փոխեն այսօրվա իշխանությունները։ Դա շատ հետաքրքիր արձագանք է, ու դա է
պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը ստեղել կրկնում էր, որ հենց որ այս ձևի ազդեցություն մեզ վրա բացասական չլինի, արհեստական ստեղծված, նաև ընդդիմադիրների կողմից հրահրված, որ Ռուսաստանը փակի մեր արչև սահմանը, մեր ապրանքների արչև, ինքը ասում է հենց դրա համար մենք պետք է այլընտրանքներ ստեղծենք, նոր շուկաներ ման գանք ու այլընտրանք ստեղծենք տնտեսական ոլորտում, էներգետիկայի ոլորտներում։ Մյուսը ցեղասպանության հարցը։ Նորից Նիկոլ Փաշինյանը իր մոտեցումն ասեց, այդ մոտեցումը վերջի գոնե 1-2 տարվա մինիմում մոտեցում է մեր կառավարությանը, որ ցեղասպանության հարցը դա առաջնահերթ հարց չի մեր կառավարության համար։ Դες ցեղասպանության ճանաչման հարցը առաջ չի բերվում, մեր կառավարությունը ուզում է լեզու գտնել Թուրքիայի հետ, պարզ է, եթե շատ սրես ցեղասպանության հարցը, պարզ է, ոչ մի առաջընթաց չի լինի, ժխտման քաղաքականություն է վարում Թուրքիա, շարունակում է։ Գործող իշխանությունները ասում են հարևանների հետ պետք է լեզու գտնենք ու դա է նաև պատճառը, որ ճանաչումը ցեղասպանության հայոց առաջնահերթություն չի։ Ստեղ կարելի է վիճել, քննարկել, համաձայնվել, չհամաձայնվել, բայց անկեղծ ասվեց դա Նիկոլ Փաշինյանի կողմից։ Ու ինքը բերեց մի օրինակ, որը լուրջ օրինակ է։ Իսրայելի օրինակը, որը ինչ որ ժամանակ առաջ հիշում եք, մենք խոսացել ենք, կառավարության մակարդակով ճանաչեց հայոց ցեղասպանությունը։ Կնեսետում դեռ չճանաչեց, իրանց մոտ պետք է կնեսետում պարլամենտում նոր ընտրություններ լինեն, բայց բացի դրանից հետ կանգնեցին Ադրբեջանի միջամտությունից հետո։ Ու ակնհայտ է դա խոսվում, որ Ադրբեջանը առաջարկություն արեց Իսրայելին այդ հարցը հետ կանգնել, ու իրենք հետ կանգնել։ Ու Նիկոլ Փաշինյանը այդ օրինակը բերեց ինչի համար, որ ինքը ասում է, տեսեք, մեր զոհերի հաշվին ինչ որ մարդիկ իրենց քաղաքականությունն են անում։ Դրա մեջ կա ճշմարտություն, անկեղծ ես ուզում եմ ասել, բայց միտքս նրանում է, որ այս հարցը ցեղասպանության հետ կապված պարզ է բոլորիս համար զգայուն հարց է ու չեմ էլ ասում ինչքան զգայուն է մեր սփյուռքայության համար, մեր սփյուռքայության ահռելի մասը հենց արդյունք է, ծնունդ է այն ցեղասպանության, որը եղել է 1915 թվին Օսմանյան Թուրքիայում, պարզ է, որ այդպես adekvat միանշանակ չեն համաձայնվի շատ ու շատ մարդիկ մեր սիրելի սփյուռքայության մեջ, բայց էսա ես ֆիքսեցի կառավարության մոտեցումը այս հարցում։ Մյուսը նորից կրկնում եմ, շատ կարևոր է, որ Նիկոլ Փաշինյանը ֆիքսեց, որ մոտ ժամանակներս կդիմեն Եվրամիությանը մեր կառավարությունը, որ Եվրամիությունը նայի մեր հայտը, մեր առաջարկը, խնդրանքը անդամակցության process-ը սկսել։ Այս զայավկան այդ հայտը մենք մոտ ժամանակներս Նիկոլ Փաշինյանը ասեց կանենք ու ինչ կարևոր բան ինքը ասեց, այո մենք հանրաքվե կանցկացնենք։ Ի վերջո դու գիտեք մեր օրենսդրությունը չի պահանջում, որ դու անպայման հանրաքվե անցկացնես, կառավարությունը կարող է այդ որոշումը կատարի, բայց Նիկոլ Փաշինյանը ասում է այո, քանի որ մեր գործընկերները պահանջում են, խնդրում են, որ մենք հանրաքվե անցկացնենք, մենք կհարգենք իրենց կարծիքը, հանրաքվե կանցկացնենք։ Եվ մեկ հարցի ուզում եմ նորից անդրադառնալ կապված հրետորաբանությանը, ռետորիկային։ Նիկոլ Փաշինյանը ասում է, եթե մենք ուզում ենք, որ կայուն խաղաղություն լինի, մենք պետք է հրաժարվենք պահանջից, որ Ղարաբաղի հայերը վերադառնան Ղարաբաղ, պետք է հրաժարվենք պահանջից, որ հայերը ում հանեցին Ադրբեջանի այլ տեղերից, Բաքվից, այլ շրջաններից, որ պետք է վերադառնան, մենք պետք է հռետորաբանությունից այդ թեման հանենք, միաժամանակ Ադրբեջանը պետք է հանի թեման արևմտյան Ադրբեջանի ադրբեջանցիների վերադարձի իրավունքը իրենց հայրենիք։ Ստեղ պրագմատիկ մոտեցում է, դեմ բան չունեմ, ուղղակի ուզում եմ նորից զգուշացնել Նիկոլ Փաշինյանին, որ դա սիմետրիկ իրավիճակ չի։ Իմ կարծիքը նա է, որ դա սիմետրիկ չի։ Քանի որ
հայերին, երբ որ հանում էին Ադրբեջանից, դա դասական փախստական էին, ու մակով դա ֆիքսված է։ Ադրբեջանցիք, որ դուրս են գայելիս Հայաստանից, ոչ միտեղ ֆիքսված չի, որ իրանք փախստական էին։ Տարբեր էին զարգացումները Հայաստանում ու Ադրբեջանում 90-ական թվերին։ Ավելին, Ղարաբաղը, հայերը Ղարաբաղի ունեին կարգավիճակ Ադրբեջանի ներսում, ու մենք ձեզ հետ դրա մեջ ոչ մի լումա չունեինք։ Դա գալիս էր սովետական միության ժամանակվաներից։ Բայց Նիկոլ Փաշինյանի տրամաբանությունը ես ստեղ հասկանում եմ, ասեմ ձեզ, ինչքան էլ սիմետրիկ չլինի, ինքը ասում է այնուամենայնիվ պետք է դուրս բերենք այս ռետորաբանությունը։ Օրինակ ադրբեջանցիք պետք է դադարեցնեն անընդհատ խոսալ, որ կա արևմտյան Ադրբեջան, ու այդ արևմտյան Ադրբեջան ադրբեջանցիք իրավունք ունեն վերադառնալ։ Ինքը չի ուզում պատճառները, ինչի չեն կարող վերադառնալ եւ այլ եւ այլ։ Ինքը ասում է այդ ռետորաբանությունից պետք է հանենք, եթե ուզում ենք, որ խաղաղություն լինի։ Նաև Նիկոլ Փաշինյանը խոսեց, գիտեք ինչի մասին, որ մենք չգիտենք մեր պատմությունը, այդ երբ որ իրանք հարց տվեցին մեր տարածքի մասին, Հայաստանի, ինքը ասեց, մենք 29743 քառակուսի կիլոմետրի ունենք, ու դրանից փոքր չի լինի Հայաստանը, դելիմիտացիա, դեմարկացիա հարցերին, երբ որ պատասխանում էր։ Ես պետք է զգուշացնեմ Նիկոլ Փաշինյանին մեկ բան։ Ինքը ասեց, որ մենք չգիտենք մեր պատմությունը, ես պետք է ասեմ, որ կան մարդիկ, որ եւ գիտեն պատմությունը, եւ ամենակարևորը մենք առանձին հարցեր փորձում ենք ուսումնասիրել, խորանալ։ Ու վարչապետին ես ուզում եմ ասել, որ օրինակ, եթե մենք նայենք քարտեզները, սովետական միության քարտեզները, այդ որ ատլասը, որ տպվում էր բարբերաբար, եթե 60-ական, 50-ական թվերի ատլասները նայեք, դուք չեք տեսնի ոչ մի անկլավ։ Չկար անկլավ Ադրբեջանի Հայաստանի ներսում։ Հիմա ինչի հետ է դա կապված, ես չեմ ուզում հիմա խորանալ, այդ երկար թեմայի է։ Հիմա, երբ որ վերցրեցին Հայաստան ու Ադրբեջանը այն քարտեզները, Ռուսաստանի գենշտաբի, իմիջիալոց Ռուսաստանը մեզ դա չտվեց, այդ քարտեզները տվեցին ամերիկացիք, ու լավ արեցին 70-ական թվերի քարտեզները վատը չեն, մեզ համար, եթե դելիմիտացիան, դեմարկացիան ճիշտ անցկացվի, սկզբունքային եւ այլ, այս 70-ական թվերի քարտեզները գենշտաբի Ռուսաստանի, այդ սովետական ժամանակվա, իրանք ցույց են տալիս, որ անկլավները կային։ 3 հատ անկլավ Ադրբեջանի փոքր Հայաստանի ներսում, ու մի անկլավ մեծ Արցվաշեն Հայաստանի Ադրբեջանի ներսում։ Բայց եթե վերցնենք քարտեզները, ասենք 50-ական, 60-ական, չկային։ Միտքս ինչու՞մ է։ Սովետական միության ժամանակ էլ շատ բաներ փոխվեցին։ Ուրեմն ասել, որ այս էր եւ վերջ, ես դժվարանում եմ։ Ուղղակի այլ բան է, որ Նիկոլ Փաշինյանը ասում է, ինչ որ բանից պետք է շարժվենք, չէ՞, եթե չկան քարտեզներ, անընդհատ վեճեր, կոնֆլիկտը կշարունակվի, մենք կարողացանք ճարել, գտնել 70-ական թվերի քարտեզները, նրանով ամեն ինչ ֆիքսեցինք։ Այդ այլ բան է, բայց այն, որ օրինակ ես փորձել եմ խորանալ ու գտա տարբեր հետաքրքիր բաներ կապված անկլավների հետ, որոնք ցույց չեն տալիս այդպես միանշանակ ամեն ինչ, պատասխաններ չեն տալիս, այդ միանշանակ է։ Ուրեմն այսօր շատ կարևոր process էր ազգային ժողովում, կշարունակվի այդ process-ը, այս նախագիծը պետք է քվեարկի ազգային ժողովի կողմից, պարզ է կընդունվի, քանի որ քաղաքապայմանագիրը մեծամասնություն ունի, բայց շատ կարևոր է ոնց է ներկայացնում վարչապետը այս ծրագիրը, ինչ ինտերպրետացիա մեկնաբանում տալիս է այս կամ այն կետին, դրանից շատ բան է կախված, ինչ զարգացումներ մոտ ժամանակներս մենք ստանանք Հայաստանի ներսում, Հայաստանի հետ կապված։ Ես ավարտեցի իմ ելույթը, միշտ նոր հանդիպումներ։